Կանչը գրանցվելուն պես նորածնային ռեանիմոբիլով շտապում են փրկել եւս մի փոքրիկի կյանք։ Նրան տեղափոխելով Մուրացյան հիվանդանոցային համալիրի մանկական եւ նորածնային վերակենդանացման կլինիկա։ Այս պահին ունենք կանչ Եղեգնաձորի բժշկական կենտրոնից, նորածինը ծնվել է այսօր անհաս 33 շաբաթական գեստացիայով, ունի արտահայտված շնչառական խանգարումներ։ Այստեղ առողջական խնդիրներ ունեցող նորածինների ընդունում են Հայաստանի բոլոր ծննդատներից։ Տեղում գնահատում են երեխայի տեղափոխման ռիսկը եւ ծնողի համաձայնությամբ ռեանիմոբիլով տեղափոխում Մուրացյան հիվանդանոց։ Մեքենան հագեցած է անհրաժեշտ բոլոր պարագաներով, նորածնի տեղափոխման ընթացքում միացվում է մոնիտորը եւ կատարվում է կենսական կարևոր ցուցանիշների մոնիտորինգ։ Ինֆուզիոն թերապիայի անցկացման համար ունենք անհրաժեշտ ինֆուզամատերը եւ հետեւում տեղադրված է թթվասնի մատակարարման սարքը։ Տարեկան մոտ 800 երեխա է տեղափոխվում, որոնց 96%-ը բուժվում ու տուն է գնում։ Սրանք երեխաներ են, որոնց հիմնական մեծամասնությունը ծայրահեղ ծանր հիվանդություններ ունեն, մի մասը լրջագույն բնածին առատներ ունեն, մի մասը լրջագույն բնածին այլ հիվանդություններ ունեն, որոնք որ սովորական բժշկության պայմաններում կենսունակ չեն։ Այսօրվա դրության բաժանմունքում կա 36 նորածին, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում, արհեստական շնչառության սարքի վրա են, բայց գալու համեմատ զգալի կայունությամբ երկուսը նույնիսկ լավացում։ Բոլոր երեխաները տեղափոխվել են ռեանիմոբիլով։ Համալսարանական նորածնային սանավիացիան իրականացրել է 2024 թվականին 672 կանչ, որից 545-ը եղել են մարզային կանչերը եւ 127-ը Երևան քաղաքի կանչերն են եղել։ Իսկ 2025 թվականին հունվարից մինչև մայիս ամիսը իրականացվել են 236 կանչ, որոնցից 184-ը եղել են մարզային կանչերը եւ 52-ը Երևան քաղաքում։ Սանավիացիոն ծառայությունը համալրվել է եւս 3 ռեանիմոբիլով տրամադրված բարերարների կողմից։ Ռեանիմոբիլը համարվում է փոքր վերակենդանացման բաժանմունք, որում հնարավոր է ինտենսիվ բուժում իրականացնել։ Կանչի գնում են բժիշկն ու բուժքույրը։ Վերջին 11 տարում տեղափոխվել է մոտ 6000 երեխա, ոչ ոք ճանապարհին չի մահացել, ասում է Կալենտերյանը, նշելով. դա նույնիսկ այն դեպքում, որ տեղափոխումը կարող է տևել ոչ թե 25 րոպե, 1 ժամ, այլ մոտ 4-ից 5 ժամ։ Նարեկ Ոսկանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։